Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ մի շատ հետաքրքիր նախաձեռնության մասին ենք խոսելու։ Ժամանակակից բիբլիոթերապիա տերմինն առաջացել է 1916 թվականին, իսկ 20-րդ դարի կեսերին այն սկսել է գործածվել ամենուր եւ մուտք գործել բառարաններ։ Բիբլիոթերապևտիկ ընթերցանություններ Երևանում ապրիլի 11-ին։ Այս ամենի մասին ավելի մանրամասն մեր հյուրերի հետ։ Իսկ մեր հյուրերն են դերասան Արմեն Մարգարյանը եւ նախագծի հեղինակ Գայանե Խաչատրյանը, բարի լույս։ Բարի լույս։ Լավ, դուք ոնց եք։ Մենք շատ լավ ենք, չնայած եղանակը մի քիչ դեմ այդ ամեն ինչին, բայց միևնույն է, էլի անձրևը կենսարար ուժ տալիս մեզ։ Բայց խոսենք նաև հիմա այն հետաքրքիր գաղափարի մասին, նախագծի, որը ներկայացնում ենք բիբլիոթերապիա։ Հետաքրքիր է, ինչ է ներկայացնում իրենից։ Ինչպես դուք նշեցիք, հասկացողությունը շատ վաղուց է առաջացել, բայց երևույթը բիբլիոթերապիայի որպես հոգեբանական ուղղություն ինքը իր զարգացումը շատ ավելի հետո է, այսպես ասած, սկսել։ Իրականում բիբլիոթերապիան, եթե փորձենք ոնց որ սահմանում տալ, որ մարդկանց համար հասկանալի լինի, հանդիսանում է հոգեբանական ուղղություն, ավելի կոնկրետ արտ-թերապիայի ուղղություն է հանդիսանում, որտեղ գիրքը, մասնավորապես բառը եւ տեքստը հանդիսանում են միջոց մարդու հոգեկան ապրումները նախ բացահայտելու, հաջորդիվ արդեն հասկանալու եւ դրանց հետ աշխատելու համար։ Այս ուղղությունը որպես մասնագետ ինձ իրականում սկզբում շատ անհասկանալի էր, երևի այդ անհասկանալիությունը ինձ մոտ ցանկություն առաջացրեց ուսումնասիրել եւ հասկանալ ինչ է բովանդակությունը, ու քանի որ ինքս էլ շատ սիրում էի ընթերցել ոչ միայն մասնագիտական գրքեր, այլ նաեւ հենց գեղարվեստական գրականություն, հասկացա, որ այդ հետաքրքրասիրությունը եւ իհարկե սերը դեպի գրքերը կարան ոչ միայն ինձ օգտակար լինեն, այլ նաև մարդկանց ու դրա կողքին կարեն միտքը, որ ինչու Հայաստանում չունենանք նախ ուղղությունը որպես առանձին, գործող կայուն ինչ-որ կառույց ու հաջորդիվ ունենանք արդեն նախագծեր կամ միջոցառումների շրջանակներ, որտեղ հնարավոր կլինի մարդկանց համար հասանելի դարձնել տեքստը, գրականությունը եւ նաև հոգեբանական թերապևտիկ մասը։ Ուղղակի այստեղ շատ կարևոր է նշել, որ իրականում բիբլիոթերապիան հենց ընթերցանության այս ֆորմատով, որի մասին մենք այսօր խոսելու ենք, ընթերցանության երեկոների, որպես այդպիսին մենք չունենք մոդելի օրինակ, որը ես որպես մասնագետ վերցրել եմ եւ փորձել եմ մեզ մոտ ադապտացնել։ Այդ ամենը ոնց որ իմ մասնագիտական աշխատանքի արդյունքն է եղել, որտեղ մասնագիտական որ մասնագիտություն հոգեբանական, այո, ես մասնագիտությամբ հոգեբան, հոգեթերապևտ եմ, այսինքն փորձել եմ այն սկզբունքները, որոնք կան հոգեբանության մեջ, եւ այն մեթոդները, որոնք կան բիբլիոթերապիայում, համատեղել եւ ստանալ մի երեկոյի ֆորմատ, որտեղ հնարավոր կլինի լսել ստեղծագործություններ, մեր երեկոները հիմնված են բանաստեղծությունների վրա, մասնավորապես պոեզիայի վրա, եւ բոլոր բանաստեղծությունները իրենք ունեն, այսպես ասած, թերապևտիկ դետալներ, եւ հենց այդ դետալներն են ապահովում, որ մարդիկ, երբ որ լսում են բանաստեղծությունները, իրենք շատ հավանական է, որ ծանոթ են այդ բանաստեղծություններին, իրենք ընթերցում են, իրենք այդ գրողների մասին շատ վաղուց գիտեն, բայց իրենք այդ տեքստերին, այդ կողմից չեն նայում հաճախ ու նախագծի հենց նպատակը այն է, որ ներառելով արվեստագետներին, իրենց այսպես ասած դերասանական տաղանդը օգտագործելով հոգեբանական սկզբունքները, այսինքն ձայնը նաև հենց ամենակարևորը։ Այստեղ գիտեք, ոնց որ արվեստագետների հետ որ մենք քննարկում ենք, նախագծում երկու արվեստագետ ունենք, Արմենը Մարգարյան եւ Սաթենիկը, իրենց հետ երբ որ ես ներկայացնում եմ ոնց պետք է իրենք ընթերցեն, այդպիսի ֆորմատ չկար ու չկար նաեւ այնպիսի մի ոնց որ նախապատրաստված ձև, որով պետք է իրենք կարդան, այսինքն իրենց համար շատ պետք է երեկոն լինի սպոնտան, այսինքն իրենք պետք է ընթերցեն տեքստը ու զուգահեռ հետևեն իրենց հետ ինչա կատարվում, այն ինչ մենք հոգեբանության մեջ օգտագործում ենք, այսինքն օգտագործում ենք շատ հաճախ ուղղակի այստեղ եւ հիմա զգալ մարդուն ու ըստ զգացողության իրեն հարց տալ կամ լռել
անպայման չի հարց տանք, այս մասով Արմենը կարծում ավելի անմիջական կնշի ինչա կատարվում, երբ որ հենց Ես ընթացքի մասին կարող եմ ասել։ Այո, ընթացքում ինչա կատարում, երբ որ տեքստը կարդում են ու այդ զգացողությունները դաշտում, հա, հանդիսատես չէ այս դեպքում, հա, ընթերցող, ունկնդիր, կամ ինչպես մենք ենք անվանում, սիրելի դու։ Ստեղծում է ի վերջո մի անմիջական միջավայր, որտեղ թվում է թե կան, այսինքն այդ բաժանարար գծերը, հա, ընթերցող եւ ունկնդիր, բայց ի վերջո մեր գերնպատակը հենց դա է եւ դա ստացվում է, մենք փորձել ենք եւ ստացվել է, որ ստեղծում է անմիջական միջավայր, որտեղ չկան որևէ բաժանարար գծեր, բոլորը հավասար են եւ բոլորը խոսում են մի բանից, սիրուց կամ իրենց ուզող ցանկացած մի խնդրից։ Այսինքն տեքստերը, որ ինչ բանաստեղծություններ եք ընտրել, ինչ ֆորմատ է, ինչ տեքստեր են։ Այո, քանի որ բանաստեղծությունները, առհասարակ ստեղծագործությունները ես ինքս փորձում եմ ինքնուրույն որոնել ու ինձ համար շատ մի քանի կարևոր կետեր կային այդ ընտրության մեջ, հա, ընտրել ոչ թե այն հեղինակներին, որոնք շատ տարածված են կամ որոնք շատ մեզ համար ճակերտավոր ասած լավն են, այլ ընտրել այն բանաստեղծությունները ու այն հեղինակներին, որոնք մարդկանց մոտ կարող են առաջացնել որոշակի հուզական վիճակ, հա, այս ընտրության մեջ մեծ դեր է խաղացել իմ նախասիրությունները, հա, գրականության դաշտում ու երեկոյի ընթացքում հիմնականում մի քանի հեղինակներ են ընդգրկել, դրանցից առաջինը Թոմաս Էլիոտն է, ծագումով ամերիկացի, հա, գրող, բայց հետագայում տեղափոխվել է Անգլիա ու ավելի հայտնի է որպես անգլիացի ստեղծագործող, Բրոդսկի, Բուկովսկի, հիմնականում ոնց որ իրենք, այո, Սալինաս, ոնց որ իրենք զգացողությունը իրար հետ կապ չունեն, բայց երբ որ դուք բայց տողատակերը ուսումնասիրելով այդ զգացական մասը դուրս բերելով հասկանում ենք, որ իրականում բոլոր մարդկանց գրողներին նույնպես բնորոշ է ցավոտ կողմը, ինչ որ ձև վիրավորված կողմը ու հաճախ իրենք հենց այդ ցավից են խոսում ու նույնը երբ որ մարդը գնում է հոգեբանի մոտ, այս վերջերս իմ այցելունից մեկը զանգահարել էր, ասեց տխուր եմ էլի, ասեցի իստված լավ եք, ասեց իսկ որ լավ են լինում ձեզ զանգահարում են ու նույնը մենք մեր երեկոների ընթացքում այդ միտքն ենք ուզում փոխանցենք, որ տխրությունը, վիշտը շատ մարդկային է ու տեքստերում էլ հաճախ մենք երբ որ գրախանութ ենք գնում, հա, կամ ինչ որ գիրք ենք վերցնում, հետո եթե փորձենք ներհայեցողություն անել, կտեսնենք, որ այդ գրքերը մեր մասին են։ Մենք հաստատ կամ եթե ինչ-որ ռեֆերենտ անձախորհուրդ տալիս կարևորություն ունի։ Յուրաքանչյուր ամուսա պետք է ապրվի, ոչ թե ներս կուտակվի, այլ պետք է բաց թողել։ Ինձ հետաքրքիր է ընթացքի մասին ասացիք, որ կարդում եք ինքը ինչ-որ ձևով ձեզ վրա եւս ներազդեցություն ունենում է, թե դա բացարձակապես մասնագիտորեն աշխատանք է, որից հետո գուցե էմոցիաներ են գալիս։ Գիտեք, եթե ասեմ, որ որևէ ազդեցություն չի թողնում, կստեմ։ Միանշանակ թողնում է, որովհետև դու գործ ունես լսարանի հետ, լսարանը բազմազան է, լսարանն ունի իր խնդիրները, դու կարդում ես քո խնդիրներով, չէ որ դու ես վերջին հաշվով մարդ, արվեստագետից բացի։ Եվ այդ հուզական աշխարհը կարծես մեկտեղվում է, դու քո հույզերն արտահայտելով այդ ընթերցանության մեջ կարողանում ես արթնացնել նրանց գուցե ինչ որ մի անկյունում թաքցրած հույզերի մասին։ Մենք օրինակ ընթացքում ունենք նաև, չգիտեմ դրա մասին չենք ասել, մենք ունենք նաև յուղամատիտներ մեզ մոտ եւ առաջարկում ենք ունկնդրին, օրինակ, երբ որ նրանք ինչ որ բան են պատկերացնում, նրանք պատկերավոր թեկուզ դա լինի որևէ գծեր, թեկուզ դա լինի ինչ-որ նկար, որը նրանց այդ ընթերցանության ժամանակ նրանք կուղղորդվեն եւ գուցե ինչ-որ ցանկություն առաջանա ինչ-որ բաներ թողնել։ Մենք առաջարկում ենք եւ նաեւ որպես հումոր, ասում եմ, կարող եք վերջում այդ նկարները պահել ձեզ, դուք իրանք են տնօրինում ինչ անեն նկարների հետ, կամ գուցե նվիրեք ինձ օրինակ։ Եւ շատ հետաքրքիր է, մենք հետո սկսում ենք քննարկել թե այդ նկարները, թե այդ զգացողությունները, որոնք կարողացել ենք առաջացնել ունկնդրի մեջ։ Շատ, ասում եմ, շատ անմիջական մթնոլորտ է ստեղծվում, որտեղ չկան ունկնդիր եւ ընթերցող գոյություն չունի, բոլորը հավասար են։
Դիալոգի մեջ էր մտնում։ Այո, երկխոսություն է կատարվում։ Եվ ինձ հետաքրքիր է կներես, ինչ տարիքի մարդիկ են գալիս, երիտասարդներ, մեծահասակներ, երկու տարիքներ։ Ձեր հարցը իրականում շատ տեղին հարց է մարդկանց համար ոնց որ հաճախ անհասկանալի է մեր ստեղծագործությունները ինչպես նշեցի ավելի ուղղված են չափահաս մարդկանց հա կա հեքիաթի օգնությամբ թերապիա սա այլ աշխատանք է որով մենք այս բանին դեռ չենք զբաղվում մեր երեկոները հենց մեծահասակների համար են ու ինչպես Արմենը նշեց շատ անմիջականությունը ներկա է երեկոյի ընթացքում ու այստեղ շատ կարևոր է նշել որ մենք մեծ քանակությամբ մարդկանց համար երեկոն չենք անում այ խոսքումս մի քանի անգամ նկատում եմ որ նշում եմ հենց թերապևտիկ կողմը դա այն է որ մենք ունենք միջավայր որը շատ համապատասխանեցված է հոգեբանական միջավայրին այսինքն աթոռները երևի հաճախ մենք տեսնում ենք ֆիլմերում շրջանաձև դրվում են հոգեբանը խոսում է հարցեր է տալիս նույն սկզբունքով երեկոյի ընթացքում շրջանաձև աթոռները դրվում են մոտավոր քանակը 20 հոգու համար է նախատեսված, այստեղ քանակն էլ է կարևոր, այսինքն մենք չենք կարող ընդգրկել մեծ լսարան, որովհետև մեծ լսարանի դեպքում կորում է հուզական մտերմությունը։ Կոնտակտն է կորում, այո։ Իսկ այս ֆորմատում հնարավոր է դառնում ու առաջի մասում երեկոն այսպես է կառուցվում։ Առաջի մասում դերասանները ընթերցում են ու Արմենը որ նշում այդ յուղամատիտներով աշխատանքը հենց սկզբից արդեն մեկնարկը տրվում է որ դուք կարող եք աշխատել, հա, անհրաժեշտ բառականերով։ Երկրորդ մասում արդեն երբ որ ավարտվում է, այստեղ որպես մասնագետ ես ներկա եմ լինում ու քննարկում ենք մարդկանց հույզերը երեկոն այնպես է որ փորձել եմ պահպանել բոլոր հոգեբանական սկզբունքները այսինքն այնտեղ չենք այնպիսի հարցեր տալիս շատ մարդկանց իհարկե չեն կարող կանխել ինչ կարա մարդու ներսում տեղի ունենա բայց շատ կարևոր է գիտակցել որ մենք հոգեթերապիա չենք անում ինքս երբ որ փորձում էի հասկացությունը հա բիբլիոթերապիայի այսպես ասած Հայաստանում ադապտացնել ես հասկացա որ մարդկանց մոտ նույնիսկ բառն է անորոշություն ստեղծում ուստի կարևոր է որ մենք այդ միտքը փոխանցենք որ 1 ժամում 2 ժամում հնարավոր չի անգամ շատ լուրջ թերապիա գրքի օգնությամբ մարդուն օգնել, բայց հնարավոր է մարդու մոտ առաջացնել ցանկությունը աշխատել իր խնդրի հետ, ծանոթանալ լավ հեղինակների, լավը ես ասում եմ ու գիտեմ որ իրականում դա շատ անհատական է։ Այո։ Ուստի Չէ, բայց ձեր ընտրած հեղինակները իրոք լավն են։ Այո, մենք առաջիկայում նախատեսում ենք նաև մեր հայ ժամանակակից գրողների հետ էլ միանշանակ անդրադառնալ անպայմանորեն իրենց հետ։ Սա կլինի նաև հանրայնացման ինչ որ մեր ժամանակակից հեղինակների հանրայնացման միջոց կլինի նաև։ Մեկ տեղում ենք հոգեբանությունը, գրականությունը հանրայնացնելը հայ հեղինակների շատ լավ գործ եք իրականում նախաձեռնում եւ Աստված էս ամենը լինի շարունակական եւ անընդհատ, որովհետեւ մենք մի փոքր երբ որ լսում ենք հա հոգեբանական թերապիա, մի քիչ գնում ենք այդ, բա մենք հո գիշ չենք որ գնանք այդտեղ նստենք ինչ որ բան անենք, դա դրա հետ մյուսի հետ ոչ մի կապ չունի։ Հոգեբանը դա հոգեբույժը չէ։ Այնպես որ շնորհակալություն ձեզ, որ այսպեսի նախագիծ եք արել եւ ուզում ենք ձեզ մաղթել հաջողություն։ Արդեն հենց առաջինին հա որը կլինի շուտով, արդեն երբ որ կավարտվի, դուք թիմով երևի թե նշելու առիթ կունենաք եւ հաջողություն մաղթելու, որտեղ այդ ամենը համոզված եմ, այնպեսի մարդկանց եք ընտրել, որ հաջողությամբ կպսակվի։ Ուզում եմ ձեզ նվիրել Իջևանի Ռոզե Սափորգինին, որը մի քիչ հոգեթերապևտիկ ազդեցություն կունենա ձեզ համար։ Եվ ուզում եմ նվիրել Տրամոնտինա բրազիլական բրենդը, որը ներկայացնում է Հայաստանում խոհանոցային պարագաներ, համոզված եմ, որ հիանալի եք պատրաստում եւ հոգեբանորեն տրամադրում եք ձեզ խոհանոցում ներկա գտնվել շատ հաճախ։ Այս պարագաները ունեն հատուկ ծածկույթ, որոնք իրենց վրա չեն վերցնում թունավոր բակտերիաները։ Սա այնպես շատ կարևոր է եւ քանի որ հոգեբան եք, իսկ Արմենը շատ տաղանդավոր դերասան, ում հետ մենք միասին խաղացել ենք բեմում, ես համոզված եմ, որ գիտեք բառի ուժը, ինչքան կարևոր է խոսքի ուժը։ Եվ իհարկե այստեղ իմ ձեռքում արև բացիկներն են, որոնց վրա հայտնի տողերն են, կամ երգերից, կամ մեր սիրված բանաստեղծություններից, ցանկ նախատեսված են սիրելի մարդկանց նվիրելու համար։ Ուզում եմ ձեզ նվիրել երկու բացիկ։ Առաջինը մորը սրտի հետ աշխարհն եմ չափել էլի մեծերն է, մեծերու անգին, Շիրազի խոսքերն են, իսկ երկրորդը Դուրյան դու ծաղիկ ես բույրով ես հարուստ, դու արև ես լույսով ես հարուստ, իմ սրտի մեջ ուրն առաջին սիրո իմ երազնս երազանքը քո։ Սա ձեզ դուք արդեն որոշեք, որն եք ուզում։
Այնպես որ շնորհակալություն ձեզ, որ այս առավոտ մեզ հետ եք եւ մաղթենք ձեզ հաջողություն։ Այո, մեծ հաջողություն։ Սա փոխանցեք Սաթիկին։ Անպայման։ Շնորհակալություն։ Կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։